месяц соревнований, сотни участников и один общий финал. В Российско-Армянском университете состоялась торжественная церемония закрытия Универсиады 2026, которая объединила 22 вуза Армении. На протяжении нескольких недель студенты боролись за победу сразу в 3 направлениях – спортивном, культурном и интеллектуальном. В программе от футбола и плавания до КВН и «Что, где, когда». Ректор университета профессор Эдвард Сандоян, приветствуя участников, подчеркнул, универсиада – это больше, чем соревнования. Մեր մոդերատորը ասեց ամուսնության բան եւ այլն, ես այդքան հեռու չեմ ուզում գնալ, բայց գոնե ընկերական հարաբերությունների, մեկը մյուսի ճանաչելու, ուղղակի անընդհատ կապեր ձևավորելու այսպես կոչված networking-ի, որտեղ դա մեծագույն կարևորություն ունի։ Ես գտնում եմ, որ մեր բոլոր ուսանողները, Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի ուսանողները Գավառի համալսարանից մինչև ամերիկյան ֆրանսիական համալսարանից մինչև մանկավարժական կապ չունի, որ ուսանողը որ բուհում է սովորում, մենք բոլորս մեր սիրելի, մեր հարազատ երկրի երիտասարդությունս, ինձ ուզում էի ձեր շարքերը մտցնեի, տեսա չէ սխալվեցի, բայց ես էլ եմ եղել երիտասարդ, բոլորս միասին դառնում ենք մի հզոր ուժ եւ միայն միասնական, միայն մեկս մյուսին ճանաչելով, սիրելով, ընկերակցելով կարող ենք ունենալ հաջողություններ, իսկ որ մենք պետք է ունենանք եւ կունենանք հաջողություններ թե ազգովի եւ թե պետական մեր համակարգով եւ թե մասնավոր հարաբերություններով, ես դրանում չեմ կասկածում։ С приветственным словом также выступил начальник отдела военно-научной и образовательной политики Министерства обороны Республики Армения Левон Хачатрян. Բոլորը ունիվերսիադայի մասին խոսում են միմյանց հետ փոխհարաբերությունների կառուցման, միմյանց հետ կոմունիկացիայի կարևորության տեսակետից, ու սա երևի այս ունիվերսիադայի ամենակարևոր հատկանիշն է։ Իսկապես դա այդպես է։ Եվ այս առումով ուզում եմ հատկապես գոհունակություն հայտնել, որ պատիվ եք համարել պաշտպանության նախարարությունը դες դարձնել գործընկեր եւ մենք շատ ուրախ ենք դրա համար, ուրախ ենք, որ անվանումները միմյանց կողք են գրված այս կարևոր միջոցառման համար։ Начальник военной академии имени Вазгена Саркисяна Министерства обороны Республики Армения Арсен Мангасарян в свою очередь подчеркнул значимость подобных инициатив для формирования сплоченного и целеустремленного молодежного сообщества. Մատնանշել այն կարևորությունը, որ մենք բոլորս այսօր հավաքվել ենք մեկ հարկի տակ, ռուս-հայկական Սլավոնական համալսարանի հարկի տակ նշելու այս գեղեցիկ տոնը, իսկ սա իրավի տոն է, որովհետև այսքան երջանիկ երիտասարդություն, այսքան դրական մարդիկ, որոնք որ հավաքվել են մեկ տեղում, սարքում են ինքնըստինքյան միջոցառումը տոն։ Այս միջոցառման կարևորությունը այնքանով է, որ այժմ մենք այդ հնարավորությունը ունենք։ Այժմ մենք ունենք թեկուզ եւ տարին մեկ անգամ լինելու լիիրավ անդամ մեր ուսանողական եւ բուհական կյանքի, այդ առումով շատ եմ կարևորում եւ մեր կուրսանտներն էլ իրականում հաճույք են ստանում ամեն անգամ մասնակցելով այս միջոցառմանը։ Напомним, универсиада проводится с 2014 года совместно с Министерством обороны Республики Армения и уже стала площадкой, где студенты не только соревнуются, но и находят новых друзей, обмениваются опытом и раскрывают свой потенциал. По итогам общекомандного зачета победу одержала военная академия имени Вазгена Саркисяна. Второе место занял Российско-Армянский университет. И третье – Национальный политехнический университет Армении. Приятным бонусом для победителей и призеров стало награждение сертификатами от Америабанк и Артшинбанк на крупные суммы. Финальный день – это не просто подтверждение итогов, а настоящий праздник молодежи, энергии и командного духа. Սոր կպահպաներ,
Ярким завершением церемонии стало выступление диджей Сианы, которое превратило официальное закрытие в масштабную студенческую вечеринку. We'll be right back.